Վեսիեմի տաղավարում ենք, վերջերս ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև Հայաստանի վերաբերյալ, մեր հյուրն է ազգային ժողովի նախկին պատգամավոր ԵԽԽՎ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, բարև ձեզ տիկին Զոհրաբյան։ Բարի երեկո, ես եմ շնորհակալ։ Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ-ից ինչ կարևորագույն դրույթներ եք առանձնացրել։ Մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ն Հայաստանի մասով ընդունեց հերթական բանաձևը, խայտառակ բանաձև, որտեղ ծայրից ծայր խեղաթյուրված են հայաստանյան ներքաղաքական իրողությունները։ ԵԽԽՎ-ն խայտառակորեն արձանագրում է, որ Հայաստանում որոշ հոգևորականներ մտադիր էին բռնի ուժով իշխանություն զավթել եւ պատահական չի, որ այդ բանաձևի քննարկման օրերին լինելով Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը ոգևորված եվրոպացիների երկերեսանությունից հայտարարում է, որ հոգևորականները պատրաստվում էին, ծրագիր ունեին իրենց սպանելու։ Խայտառակություն էր ԵԽԽՎ բանաձևը, գիտեք, շատ վատ է, որ այն կառույցները, որոնք մենք մշտապես համարել ենք ժողովրդավարության ալֆան եւ օմեգան, իրենց աշխարհաքաղաքական մարդաբոյը Ռուսաստանի հետ մեր տարածաշրջանում լուծում են Հայաստանում աչք փակելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վրա, բայց գիտեք, նույնիսկ այս խայտառակ բանաձևը ԵԽԽՎ-ի չէր կարողացել, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական տերերը չէին կարողացել 3 կարևոր արձանագրում չանել։ Արձանագրում առաջին, որ այն ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, դա առճակատում է պետության եւ եկեղեցու միջև, չնայած այս իշխանությունը փորձում է ներկայացնել, որ խնդիրը մենակ վեհափառն է, վեհափառի ինչ որ մի զավակն է եւ որոշ սրբազաններ են։ Երկրորդ զեկույցում հստակ նշվում էր, որ ընտրությունների ժամանակ պիտի բացառվի ուրեմն պետական որևէ ռեսուրսի կիրառում, այսինքն ակնհայտ է, չէ, որ այնքան տեղեկատվություն ունեն միջազգային կառույցները, թե ինչպես է պետական ռեսուրսը օգտագործվում իշահ գործող ռեժիմի, որ անգամ իրենց տերերը չեն կարողանում սա չարձանագրել, եւ երրորդ ձևակերպումը, որը այդ խայտառակ բանաձևում անգամ հնարավոր չի եղել չներառել, գրված է, որ անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից, այսինքն նույնիսկ ԵԽԽՎ-ն այս խայտառակ բանաձևում, որտեղ գրված է, որ հոգևորականները պատրաստվում էին բռնի ուժով իշխանություն զավթել, չգիտեմ, սպանություններ կազմակերպել, դա էր Արարատ Միրզոյանը լրացրեց, իրենք անգամ չեն կարողացել այս ամենը չարձանագրել, որ ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում պետք է զերծ մնան քաղաքական ազդեցությունից։ Տիկին Զոհրաբյան, հենց նույն եկեղեցու մասով փորձեմ հակադարձել, այսինքն ԵԽԽՎ-ն հիմնվել է այն ամենի վրա, ինչ կա Հայաստանում, դրա վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ եւ իշխանությունը զավթելու գործ, ինչ որ ձայնագրություններ, գուցե հենց դա է բանաձևի պատճառը, ոչ թե միտում կա։ Ես շատ երկար եմ աշխատել միջազգային կառույցներում եւ բնականաբար նույն այդ միջազգային կառույցները մշտապես մոնիտորինգ էին անցկացնում։ Այդ նույն միջազգային կառույցները, այդ նույն միջազգային գուրուները, մարդու իրավունքների այսօրվա պրեսկոտները, Համարբերգները, ովքեր գալիս էին եւ անգամ քրեակատարողական հիմնարկների կաթսաներն էին բացում տենային օրվա կալանավորը, ինչ ա ուտում, իրենց զեկույցը հիմնել են ֆեյք տեղեկատվության վրա։ Հարց. ինչով էր Բակրատ Սրբազանը օրինակ սպանություն կազմակերպելու ռեժիմի այն մանուշակագույն գմփիկներով, կոշիկի մեխերով, թե միկրոալիքային վառարանով։ Հարց. ինչով էր իրենց իշխանությանը սպառնում Արշակ Սրբազանը, որի խափանման միջոցը կալանք եւս 2 ամսով երկարաձգվեց են բիչոկով, իրեղեն ապացույց չակերտավոր, որը այլևս կորցրել են եւ իրեղեն ապացույցը չկա, բայց Արշակ Սրբազանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Հարց. ինչով էր Միքայել Սրբազանը սպառնում այս իշխանությանը բռնի ուժով իշխանությանը զավթելուն։ Մի հարցազրույցով
Գնով, որը ժամանակին նույնական հարցազրույցը Դանիել Լեոնիսյանի հայցի վրա գլխավոր դատախազությունը համարել էր, որ որևէ հանցակազմ չկա, այսինքն ակնհայտ է, չէ, որ այս միջազգային կառույցները շատ լավ գիտեն իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ հենց հիմա Միացյալ Նահանգներում կրոնական ազատությունների վերաբերյալ խորհրդաժողովում հնչում են ելույթներ, ովքեր ներկայացնում են, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ իրականում ինչ արշավ է սկսված եկեղեցու դեմ եւ կրկնում եմ, նույնիսկ այս խայտարակ զեկույցում ԵԽԽՎ-ն չի կարողացել չարձանագրի, որ այն ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում դա պետության առճակատումն է եկեղեցու դեմ եւ ոչ թե ընդամենը ինչ որ առանձին հոգևորականների սեռական օրգանները, ինչպես փորձ է անում ներկայացնել այս իշխանությունը։ Տիկին Զոհրաբյան, նաև պիտի խնդրեմ անդրադառնանք այն փաստին, որ եկեղեցու եւ առանձին հոգևորականներին փաստաբանները աղաղակում են, որ նրանք Հայաստանում խաղբանտարկյալներ են։ Կար խաղբանտարկյալների մասին որևէ խոսք ԵԽԽՎ զեկույցում։ Գիտեք, խայտարակություն է, որ 2012 թվականին ես ինքս այդ նույն դահլիճում, որտեղ նախորդին ընդունվեց այդ խայտարակ զեկույցը, լինելով նաև ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամ, ընդունել ենք եւ կողմ ենք քվեարկել քաղբանտարկյալ եզրույթին 5 կետից բաղկացած եւ ես պնդում եմ 5 կետից յուրաքանչյուրը այսօր Հայաստանում կիրառելի է որպես քաղբանտարկյալ ոչ միայն սրբազանների, այլ նաև մոտ 50 անձանց հանդեպ, որոնցից մի մասը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, Խաչիկը Գալստյան, ես չգիտեմ, մյուսները 18 արդարների գործով անցնողները, նշեցի նաև սրբազանները, նաև Դավիթը Համբարձումյան, որի խափանման միջոցը փոխեց եւ այս ընթացքում քրեակատարողականներով անցած բազմաթիվ քաղաքական հայացքներով կալանավորվածներ, կրկնում եմ 5 դրույթներով Հայաստանում այսօր մոտ 50 անձի հանդեպ կարելի է աներկբասենց աչքերը փակ կիրառել քաղաքական հետապնդվող, քաղաքական բանտարկյալ, քաղաքական հալածյալ տերմինը եւ ուղակի ամոթ է, ուղակի ինչ ասեմ, երգերեսանիության, պադոշիզմի, անամոթության, ինչ ասեմ, ջայլամիզմի վերջն է, որ ԵԽԽՎ բանաձևում որևէ բառ չկա Հայաստանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ եւ կիսում եմ ԵԽԽՎ բանաձևի վերաբերյալ ցիտեմ ուղակի Բակրատ Սրբազանի խոսքը ԵԽԽՎ դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ ոչ այլ ինչ է, քան պարզ երգերեսանիկ եւ ձեր արյունոտ կեղտոտ աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգն եք առաջ մղում ձեր կեղծ ժողովրդավարության ներքո։ Տիկին Զոհրաբյան, այդ 5 կետերը որոնք են, որ ամփոփում է, որ մարդիկ իսկապես քաղբանտարկյալ են։ Բոլորի դեպքում կա քրեական վարույթ, հստակ քրեական հոդված։ Շատ բան կա։ Հիմա խոսում ենք այդ 12 թվականին ԵԽԽՎ ընդունած 5 կետերի մասին, խոսքի համար հետապնդում։ Ինչի համար են այսօր ազատությունից զրկված Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ինչի համար է Նարեկ Սամսոնյանը դատարանի դահլիճ բերվում անվասայլակով, ընդամենը խոսքի համար, խոսքի էնել բարի համար, հետույք բարի համար, ի պատասխան իրենց շան լակոտներ ասելու։ Կրկնում եմ, ԵԽԽՎ քաղաքական բանտարկյալ եզրույթի բոլոր կետերով Նարեկը, Վազգենը, սրբազանները, Խաչիկ Գալստյանը, Աշոտը, Սիսական ջոկատի հրամանատար, բոլորը քաղաքական բանտարկյալներ են եւ Եվրոպայի խորհուրդը, միջազգային բոլոր կառույցները այդ ամենը իրենք շատ լավ գիտեն, բայց ինչպես բազմիցս այսպես off record ձևակերպում են եվրոպական կառույցները, այո, մենք ձեր ռեժիմով, Նիկոլի ռեժիմով, բայի բեսպրավիլ մեր հարցերն ենք լուծում ձեր տարածաշրջանում ուստի եւ այս ռեժիմը ինչ էլ անի, մենք ծափահարելու ենք, ինչպես ժամանակին ծափահարում էին Սահակաշվիլին, իսկ հիմա որտեղ է Սահակաշվիլին,
Թիֆլիսի քրեակատարողական հիմնարկներից մեկի նյարդահոգեբանական բանտախցում։ Տիկին Զորաբյան, նաև այսպիսի իրավիճակ ունեցանք ուրբաթ օրը եպիսկոպոսները նորից կանչվեցին քննչական բանին, նրանց մուտքը Հայաստանից ելքը արգելվեց, որպես իրավունքի, նաև այսքան մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, ինչպես է գնահատում սա եւ արդյոք բացակայելու արգելքը կարելի էր կիրառել ուղղակի եկեղեցական ժողովի արձանագրության համար։ Այն ինչ որ արեց նախորդին քննչական կոմիտեն 6 եպիսկոպոսների հանդեպ կիրառելով, նախ ներգրավելով որպես մեղադրյալ այդ թվում վեհափառին եւս եւ կիրառելով խափանման միջոց, ընդհանրապես քննարկելով եկեղեցու ներքին հարցերը, դա ընդհանրապես այս թեթև լայցի մեջ օրենքի խախտում չի, դա սահմանադրական հանցագործություն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եկեղեցին անջատա պետությունից նույն տրամաբանությամբ քննչական կոմիտեն օրինակ կարող է արգելել ինձ, ասենք, այս կոշիկը հագնելու, ասելով, որ ես ձեզ դա արգելում եմ, կրկնում եմ, այն ինչ որ արեց քննչական կոմիտեն բնականաբար իշխանության դիկտատով, դա սահմանադրական հանցագործություն է, ու ես չեմ կարողանում պատկերացնել, որ հետ Նիկոլյան Հայաստանում այս իրավապահ համակարգը, այս դատական համակարգը այսքան սահմանադրական քրեական հանցագործությունների տակից ոնց են դուրս գալու, դատարանները ոնց են հասցնելու քննել բոլոր են դատավորների, պետական մեղադրողների, քննիչների գործերը, ովքեր դարձել են իշխանության ներբանի կաբլուկի տակ ճմլված կամակատարներ չունի որևէ դատական համակարգ քննելու եկեղեցու մայր աթոռի կայացրած որոշումը հլը մի բան էլ բեկանելու, հլը մի բան էլ այսպես կոչված նախկին սրբազան ներկայիս Արմանը նախորդին սենց նողկալի, սենց ժպիտով, հեգնանքով ասում է, որ ես շարունակում եմ սրբազան մնալ, դու կարող ես քեզ Հռոմի պապել շարունակես պատկերացնել, գնա օրինակ Վատիկան, ասա ես Հռոմի պապն եմ, դրանից իրողությունները չեն փոխում, ավելին ես վստահ եմ, որ վեհափառի հանդեպ եւս կիրառվելու է նույնական խափանման միջոց, նպատակը, որ փետրվարի 16-ին Ավստրիայում տեղի չունենա, այսինքն խափանվի եպիսկոպոսական ժողովը։ Այդ ժողովը մոտավորապես 1700 եւ ավել անձանց մասին է խոսքը։ Արդյոք այդ 6 սրբազանի չներկայանալ, այնտեղ չլինելը, որովհետեւ խնդիր կլինի կամ որոշման վրա փոփոխություն կլինի։ Տեսեք, խնդիրը գլոբալ առումով վեհափառն է, որ վեհափառը չմասնակցի, եւ ես ավելի քան վստահ եմ, որ վեհափառի հանդեպ եւս կայացվելու է խափանման միջոց երկիրը չլքելու, բայց եթե Նիկոլ Փաշինյանը վերջի պահին ինտերնետն էլ չանջատի, ես չգիտեմ, եկեղեցական կանոնակարգով հերավար հնարավոր է, բայց կարծում եմ այնպիսի էքստրեմալ իրավիճակ է ստեղծված, որ կարծում եմ դա եւս թույլատրելի է, ես կարծում եմ հնարավոր կլինի եկեղեցական ժողովը հերավար անցկացնել, որտեղ ավելի քան վստահ եմ, որ իրենք նաեւ վեհափառի ելքն են փակելու, սակայն այսօր տեղեկացա, որ առաջիկայում եկեղեցական ժողովի հետ կապված Մայր աթոռը հանդես է գալու հայտարարությամբ։ Տիկին Զորաբյան, ինչ հետևանք կարող է ունենալ նաեւ կաթողիկոսի նկատմամբ մեղադրանքը ելքի արգելքը ու ի վերջո, եթե իշխանությունը հաջողի նաև այս անգամ եւ վեհափառը ինչ որ պատճառներից ելնելով հրաժարական կտա կամ եկեղեցական ժողովը այլ որոշում կայացնի, քան սպասելի է, ինչ հետևանք կունենա դա հասարակության համար։ Գլոբալ առումով եկեղեցու դեմ էս պատերազմում Նիկոլ Փաշինյանը պարտվել է, որտեղ ինքը ամիսներ առաջ դեռ հոկտեմբեր ամսից որոշել էր բլիցկրիգով վերցնել, այսպես ասած, եկեղեցին եւ հեռացնել վեհափառին եւ իր կիրակնորյա ֆեյք պատարակները, որտեղ մարդկանց նաեւ սիստեմայի տակից հանուն բերում էին պատարակ եւ բերված մասով կան, ցույց տվեց, որ իր բլիցկրիգի մարտավարությունը տապալվել է։ Կալանավորի վեհափառին կգնա այդ
քայլի, Նիկոլի դեպքում այո, որովհետև ինքը որևէ կարմիր գիծ չունի, գիտեք ինքը մահապարտ է, ինքը բոլոր կամուրջները այրել է, իսկ մահապարտի համար եւս մեկ կարմիր գիծ, եւս մեկ օվերտոնի պատուհան քացով բացել, եւս մեկ բարոյական գրված չգրված օրենք, եւս մեկ սահմանադրական հանցագործություն կատարելը դա ոչինչ է, այնպես որ ինքը դա էլ է անելու, բայց նույնիսկ եթե վեհափարը հայտնվի օրինակ որևէ քրեակատարողական հիմնարկում, միևնույնն է ինքը ցմահ մնալու է վեհափար։ Ինչ խնդիր է փորձում այս ռեժիմը լուծել դրանով, ընդհանրապես փորձում է պարակտել եկեղեցին եւ փորձում է կատարել իրեն թելադրված պատվերը, որտեղ մենք տեսնում ենք, չէ, ինչ արվում է եկեղեցու դեմ, տեսնում ենք, թե ինչպիսի հնցագին արձագանքների արժանանում մասնավորապես ադրբեջանական եւ նաեւ թուրքական մամուլում այս ամենը։ Ընդդիմությունը նաեւ մեղադրում էր եկեղեցու դեմ արշավի կազմակերպումը վերագրում էր Ադրբեջանին եւ Թուրքիային, ինչ կարծիք ունեք։ Փաստերը շատ པարզ խոսում են, հիշենք ինչ ասեց ժամանակին Ալաշուքյուր Փաշազադեն։ Փաշազադեն ասեց, որ հայ առաքելական եկեղեցին դա ֆաշիստական կառույց է եւ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների համար։ Ես անձամբ 2 անգամ լսել եմ Ալիևին, 1 անգամ Ստրասբուրգում, 1 անգամ Բրյուսելում, որտեղ ինքը խոսել է այնպիսի հզոր հայկական լոբիստական կառույցների մասին, ինչպիսին հայ առաքելական եկեղեցին է եւ հայկական սփյուռքն է եւ ասել է, որ մեր վտանգը հայկական սփյուռքն է եւ հայ առաքելական եկեղեցին է։ Հայ առաքելական եկեղեցու վտանգի մասին հսկայական քննարկում ա եղել նաեւ Թուրքիայի խորհրդարանում, որպես վտանգ տարածաշրջանի ներկայացվել է հայ առաքելական եկեղեցին իր լոբիստական հզոր ազդեցությամբ եւ բնական է, որ այս մեսիջները, այս կոդերը, որ գալիս են այդ երկրներից եւ երբ որ մենք տեսնում ենք, որ այդ կոդերը Հայաստանի իշխանության ձեռամբ գործողություն են դառնում, բնական է հանրության քաղաքական շրջանակներում այն դոմինանտ այլևս տեսակետը, որ հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը, այս պատերազմը սա արշավել չի, թելադրված է այն կենտրոններից, ովքեր հայ առաքելական եկեղեցին համարում են թշնամի իր հզոր ազդեցությամբ եւ ուզում են ոչնչացնել։ Տիկին Զոհրաբյան, նաեւ վերջին, այսինքն դեռ նախորդ շաբաթ որոշում կայացվեց պաշտպանության նախարարի կողմից հոգեվոր ծառայությունը գնդերեցներին, այսինքն ազատել հոգեվոր ծառայությունից եւ պետք է ենթարկվեն ռազմական հրամանների, ինչպես կարելի է սա վերագրել, ընդ որում նաեւ փաստաբաններն արձանագրում են իրավական խախտում, որ լուծարումը պետք է լիներ վեհափարի եւ ՊՆ նախարարի որոշմամբ, եղավ միայն նախարարի որոշմամբ։ Դե այս իշխանությունը թքած ունի, էլի, ես երբ որ անդադ ասում ենք, որ բայց սա հակասահմանադրական է, իրանք ինքան են տրորել սահմանադրությունը, որ մի հատ ավել, մի հատ պակաս, այո, գնդերեցների ծառայությունը լուծարելը եւս, որը Մայրաթորի կողմից էր կարգավորվում, նշանակվում, հերթական պայքարն է հայ առաքելական եկեղեցու դեմ, հերթական, գիտեք ինչ, մեր հավատի, մեր ինքնության դեմ, գիտեք, պատկերացրեք 18 տարեկան երեխան, երեխա է, էլի, նոր զինակոչիկը երեխա է եւ ինչքան իր համար կարեւոր է, որ գնդերեցը, հա, հոգեվորականը իրեն հույս տա, իրեն հավատ տա, իրեն կամք տա, իրեն վճռականություն տա, պատկերացնում եք այս ամենը ոչնչացնելը մեկ նպատակ ունի եւ բայց սա 18-ից է սկսվել, հա, հայ կրոնի եկեղեցու դասավանդումը հանելը, հայ գրականությունը սենց աղճատել գլխի վայր անելը, այս ամենը մեկ նպատակ ունի, ջարդել հայի DNT-ն, եթե սրանք Չինգիզ Այթմատով կարդաց լինեին, կասեի, որ հայի DNT-ից սարքել մանկուրտ իր արմատները, իր գենետիկ հիշողությունը մոռացած ամեոբա կենթանի, որի վրա տարբեր չիպեր, տարբեր դիսկոտեկներ միացնելով հնարավոր է կառավարել։ Ցավոք սրտի հասարակության մի սեգմենտից իրենք այս տարիների ընթացքում այդ մանկուրտը ստացել են։ Մենք պիտի կարողանանք փրկել հասարակության այն մի սեգմենտը, որը ապաթիայի մեջ է, որովհետև այս հուսահատությունը խեղդում է, պիտի կարողանանք փրկել այդ սեգմենտը եւ այն adekvat սեգմենտը միավորմամբ, միայն ընդդիմության միավորմամբ։ Եթե ընդդիմությունը ես հետևում եմ գործընթացներին, եթե ընդդիմությունը որոշեց 20 ճակատով գնալ ընտրության,
20 ճակատով գնալ ընտրության եւ եթե այն ընդդիմադիր ուժերը, որոնք լավ գիտեն, որ անցողի քշեմը չեն հաղթահարելու, ընդամենը 1.5-2% քվե են կորզելու եւ դրանով նպաստելու են իշխանության վերարտադրությանը, եթե իրանք ամբիցիաները մի կողմ չդրեցին եւ եթե ընդդիմությունը առնվազն 2-3 խոշոր ճակատով չգնաց ընտրության, այս իշխանության վերարտադրությունը ցավոք լինելու է ապահովված նաեւ այն մանր ընդդիմադիրների մանր թե քաղաքական կշռի թե բարոյական գիտակցության առումով շնորհիվ, ովքեր չգիտակցեցին, որ իրենց 1.5% ամբիցիան աշխատելու է ռեժիմի օգտին։ Պետք է խնդրեմ անդրադառնաք այս թեզին, դուք ասում եք, սա եկեղեցու դեմ արշավ է, ամենաբարձր մակարդակով վարչապետն անգամ հայտարարում է, որ սա եկեղեցու դեմ չէ, մենք գնում ենք բարենորոգելու եւ ամբողջ խնդիրն այն է, որ եթե վեհափառը գնա, մենք եկեղեցուն հանգիստ կթողնենք։ Ինչ հիմնավորում ունեք դուք, որ հենց եկեղեցու դեմ արշավ, ոչ թե վեհափառի։ Պարզ, որովհետեւ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ դուք, ոչ Նաիրա Զոհրաբյանը, ոչ մեր հարգարժան Գևորգը որևէ սահմանադրական իրավունք չունենք մեր քիթը խոթելու եկեղեցու ներքին գործերի մեջ, անգամ եթե տեսնում ենք եւ գտնում ենք, որ եկեղեցում կան հարցեր, որոնք շտկելու, չեմ ուզում Նիկոլի տերմինը օգտագործեմ, բարենորոգման կարիք ունեն։ Այդ հարցերը այո կան եւ այդ հարցերը պիտի լուծի բացառապես եկեղեցին իր ներսում։ Ես կարծում եմ, թե հոգևոր ժողովը, թե եպիսկոպոսած ժողովը այդքան ռեսուրս, այդքան պոտենցիալ, այդքան ինտելեկտ ունեն առանց Նիկոլ Փաշինյանի, առանց Նաիրա Զոհրաբյանի եւ առանց մեր սիրելի օպերատորի իրենց ներքին խնդիրները լուծելու համար։ Ուստի եւ երբ որ Նիկոլը ասում ա, որ իմ պատերազմը, մեր պատերազմը եկեղեցու դեմ չէ, ընդամենը վեհափառի դեմ է, դա սուտ է, դա ճիշտ չէ, որովհետև վեհափառի դեմ ոչ ինքը, ոչ էլ ես որևէ սահմանադրական, օրենսդրական, բարոյական իրավունք չունենք պատերազմելու։ Ներսից էլ են միանում, Տիկին Զոհրաբյան, 13 հոգևորական Գիտեք ինչ, մենք տեսանք, չէ, այդ սրբազանները, ովքեր սրբազանների մի մասը նույն այդ Արման Կոչեցյալը, որ 2 ամիս առաջ այլ բան էր ասում, հիշում ենք մեկ այլ Հովանավանքինն էլ 18-ին իշխանության հասցեին, հա, գրում էր ոչխարներ եւ այսօր դարձել է իշխանության հպատակը։ Կճոյանը կա, որը հենց միանգամից միացավ առանց նախկին այլ կարծիքի։ Իսկ դուք ինչ գիտեք Նավասարդ Կճոյանի արչեւ ինչ քեյս են դրել, այսինքն հասկանալի է, չէ, որ այն որ Նավասարդ Կճոյանը եւ կճոյանատիպ երևույթները պիտի վաղուց կարգալույծ արվեին, այդտեղ շատ մեծ է նաեւ վեհափառի մեղավորությունը, որտեղ նույն Նիկոլ Փաշինյանը, նույն հայկական ժամանակը, որտեղ ես երկար տարիներ աշխատել եմ, մենք փաստերով ներկայացնում էինք Նավասարդ Կճոյանի ոչ սրբազան, այսինքն հակա սրբազան եւ հակա եկեղեցական լինելու փաստեր։ Նույն Նիկոլը ընդամենը վերջերս վարչապետ արդեն Նիկոլը խոսում էր Կճոյանի Բենթլիների, ես չգիտեմ, եւ տարբեր սրբազանների, տարբեր տեղերում ունեցած կանանց ու սիրուհիների մասին։ Ունի մեղավորություն վեհափառը, որ Կճոյանները, Գևորգ սրբազանները, Վազգեն Միրզախանյանները եւ այդ կարգի թեմի առաջնորդները, որոնց վերաբերյալ տարիներ շարունակ մամուլը գրել է փաստերով, ժամանակին կարգալույց չեն արվել։ Ունի այսօր ինքը կարող է ասել եւ դու բրուտոս, որովհետեւ այդ բրուտոսները նաեւ վեհափառ ձեր աճեցրած ու ձեր փայփայած բրուտոսներն են եղել։ Հասարակությունը ինչ ունի անելու։ Պարակտման եւս մեկ օղակ է սևերի ու սպիտակների մեկ օղակ է մասնակցել այս պատարագին, այն պատարագին, այնտեղ անունը կզեղչեն, այստեղ չեն զեղչի։ Ինչ անի հասարակությունը։ Նորից ենք պարակտվում։ Նախ եկեք արձանագրենք, որ ռեժիմի պարտադրված պատարակներին չի գնում հասարակությունը, իր կարող է մի երկու հոգի նիկոլական աղանդի, իսկ նիկոլիզմը դա շատ վտանգավոր տոտալիտար աղանդ է, հավատավորներ գնում են, բայց հիմնականում մենք տեսնում ենք, դե հա մենք տեսնում ենք, որ բերված մարդիկ են, չէ, այսինքն մարդիկ, ում վախեցրել են աշխատանքից զրկվելու սպառնալիքով եւ այլն, ինչ պիտի անի հասարակությունը։ Մի հատ պատկերացրեք, եթե օրինակ Հայաստանում գրանցված որ
որևէ կրոնական այլ կազմակերպության, օրինակ, կյանքի խոսքի, Եհովայի վկաների կամ ես չգիտեմ ինչ այլ կազմակերպություններ կա, հոգևոր հովիվի հանդեպ այսպիսի հալածանք սկսեր պետությունը։ Պատկերացնում եք նրանց հավատավոր հոտը ինչ կաներ։ Գիտեք, մեր հասարակությունը շատ պասիվ է իր իրավունքները, իր հավատը անգամ պաշտպանելու հարցում։ Օդանավակայանում վեհափառին դիմավորելու մայրաթոռը պաշտպանելը գրեթե միակն է, որ ստացվեց։ Քիչ է այդ դիմադրությունը, այդ դիմադրությունը քիչ է, որովհետև այն ինչ ուզում է անել այս իշխանությունը, մեր ինքնությունը ջարդել, դրան ալտերնատիվ էս փոքր դիմադրության օջախները, սրանք քիչ են, բայց այդուհանդերձ այնքան էին, որ այս ռեժիմը չկարողացավ բլիցկրիգով եկեղեցին վերցնելու եւ վեհափառին տապալելու իր խնդիրը լուծել։ Մինչև այսինքն ընտրություններ, այս արշավը կշարունակվի, ինչ եք կարծում։ Միանշանակ այո, որովհետև ովքեր չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին, մտածում են ինքը հետ քայլ է անելու, չէ, ինքը նույնիսկ եթե վստահ է, որ իր որևէ գաղափար դա ցնդաբանություն է, դա աղետ է, ինքը ֆանատիկորեն այդ գաղափարի հետևից գնալու է, ի տարբերություն մեր ընդդիմության, որը ցանկացած գաղափար, ցանկացած գործ մշտապես թողնում է կիսատ, դեռ թողնում է կիսատ։ Ինչ անի ընդդիմությունը։ Ես ասացի, գնում եկեղեցին սկսում պաշտպանել, միավորվելու եզրեր, կարծես թե այնքան էլ հնարավոր չէ, խոշոր։ Դե հենց այդ է, եթե հնարավոր չէ, նշանակում է հաղթելու է ռեժիմը, այսինքն մենք այն իրավիճակում ենք, որ նույնիսկ անհնարինը պիտի դարձնել հնարավոր։ Մենք ահա հիմա այդ վիճակում ենք, որովհետև զոհասեղանին դրված է պետականություն կորցնելու հարցը, եւ եթե ընդդիմադիր տարբեր բևեռներ ասում են, չէ, դե հնարավոր չի մեկ օրակարգ, հնարավոր չի միավորումներ, տարբեր իքիբիր նորաստեղծ կուսակցություններ տառապելով նապոլեոնիզմով ասում են, դե չէ, մենք չենք կարա որևէ մեկին միանանք, հրաշալի իմանալով, որ գնալու են 1-1.5% ստանան, ուրեմն հաղթելու է ռեժիմը, այնպես որ մենք այն իրավիճակում ենք, որ ասել դե հնարավոր չի, դա աշխատելու է ռեժիմի օգտին, պիտի դարձնել հնարավոր, նաև այս պահին անհնար թվացողը։ Ռեժիմի վերընտրվելու դեպքում ինչ սպասելիքներ պիտի ունենա։ Շատ պարզ է, չի լինելու Հայաստանի 3-րդ հանրապետություն, Նիկոլ Փաշինյանը հռչակելու է Հայաստանի 4-րդ հանրապետությունը, որի մասին ինքը արդեն խոսել է եւ որի մասին ինքը ասել է 3-րդ հանրապետության մասին ասել է, այս թերմացքն եք դուք համարում հայրենիք, սահմանադրությունը փոխվելու է, սահմանադրությունից հանվելու է 3-րդ հանրապետության ողնաշարը, անկախության հռչակագիրը, բնականաբար սահմանադրությունից հանվելու է հայ առաքելական եկեղեցու բացառիկ կարգավիճակի մասին դրույթը, սահմանադրությունից հանվելու է ձևակերպում, որը ինձ երկար տարիներ պարտադրում էին որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, որ ամուսնությունը դա տղամարդու եւ կնոջ միջև միավորումն է, այսինքն մենք ունենալու ենք պրախադնոյ դվոր մի 4-րդ հանրապետություն, թուրքական վիլայեթի նման, առավելագույնը թողելու են, որ հայատար գրված լինի Հայաստան եւ վերջ։ Շնորհակալ եմ զրույցի համար, Տիկին Զոհրաբյան, ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ազգային ժողովի նախկին падգամավոր, ԵԽԽՎ падգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մենք զրուցում էինք ԵԽԽՎ բանաձևի եւ եկեղեցու նկատմամբ իրականացվող իշխանության գործողությունների մասին, մնացեք Վեստիի հետ։